Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արմինակ Աբրահամյանի ուղերձը ընտանիքի, զինվորի եւ պետական պատասխանատվության մասին։ Հռոմի Պապ Լևոն 14-ի հարկանքի դուրքը հայ ժողովրդին։ Շրջափակված Արցախի մեջ 6 եւ 3 տարեկան զավակները գործընծուցած Վերա Նարմանյան։ Խորին ցավակցություն Արևմտյան Հայաստանեն մեր պատգամավորին։ Բնակրաված Արցախի մեջ հրտեղ բռնկած է։ Ադրբեջանի սահմանադրությամբ Արևելյան Հայաստանի տարածքին 60% հրճակված է Բաքվի մաս։ Ջամալյան 105 տարի առաջ խորհրդային Ադրբեջանը ջանցած էր Արցախահայության ինքնորոշման իրավունքը։ Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության տված իր հարցազրույցին մեջ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմինակ Աբրահամյան հանդես եկավ ժամանակի հրամայականներուն ուղղված կարևոր ուղերձով պետականության, ընտանիքի եւ ազգային գոյության հիմնահարցերուն շուրջ։ Արմինակ Աբրահամյան շեշտեց, որ պետության հիմքը ընտանիքն է եւ եթե պետությունը չէ կանգնած ընտանիքներուն կողքին, ապա չի կրնար պահանջել, որ ընտանիքը իր ամբողջ կյանքը ծառայե պետության։ Եթե պետությունը ի վիճակի չէ պաշտպանելու ընտանիքը, անոր ընկերային պայմանները դժվարություններն ու խնդիրները, ապա ինչպես կարող է ակնկալել, որ այդ ընտանիքը զավակներ պահե, հայրենիքին համար զինվոր դաստիարակե։ Սա սեփական խոսք չէ։ Ընտանիքը պետության զավակն է, իսկ պետության առաջին պարտավորությունը այդ ընտանիքին թիգուն կանգնելն է։ Նախագահը ընդգծեց, որ երբ ընտանիքը դժվարության մեջ է, պետությունը պարտավոր է միջամտելու, զորակցելու եւ ելքեր առաջարկելու, որպեսզի երեխան մեծնա ապահով, արժանապատիվ եւ գայուն միջավայրի մեջ։ Ան ավելցուց, որ յուրաքանչյուր ընտանիքի երեխա միաժամանակ նաև պետության զավակն է, եւ եթե այդ ընտանիքը աջակցություն չստանա, վտանգ կդառնա ոչ միայն այդ երեխայի ապական, այլ ամբողջ հասարակությունը։ Եթե պետությունը այսօր չկանգնի ընտանիքին կողքին, վաղը զինվոր պիտի չունենա, իսկ առանց զինվորի, առանց սերունդի մենք չենք կրնար պետություն պահել։ Անդրադառնալով ժողովրդական ճգնաժամին, ան հիշեցուց, որ հայ ժողովուրդը պատմության ընթացքին գործընծուցած է ավելի քան 2 միլիոն զավակ եւ այսօր պետության առաջնահերթ պարտքն է պայմաններ ստեղծել, որպեսզի ընտանիքները ունենան խիզախություն եւ հնարավորություն ավելի շատ զավակներ ունենալու, բազմանալու եւ հզորանալու։ Արմինակ Աբրահամյանի խոսքով ասիկա ցանկություն չէ, այլ աստիճանաբար գազմավորվող կենսական անհրաժեշտություն։ Մեր պետության առաջին առաքելությունը պետք է ըլլա ընտանիքներու ընկերային, նյութական եւ անվտանգության ապահովումը։ Պետք է իրաբաշտ ըլլանք։ Պատերազմը դժբախտաբար անխուսափելի է։ Ուստի մեր զինվորի, մեր ապակա սերունդի միակ թիգունքը ընտանիքն է, իսկ ընտանիքի թիգունքը պետությունը։ Նախագահի ուղերձը հստակ է, ուժեղ պետություն կգերդվի ուժեղ ընտանիքեն, իսկ ուժեղ ընտանիք չկրնար գոյատևել առանց պետական պատասխանատվության եւ շարունակական զորակցության։ Կոստանդնուպոլիս 2025 թվականի նոյեմբեր 30 իր առաքելական այցելությունը Թուրքիա եզրափակելով Պապ Լևոն 14-ը այցելեց Կոստանդնուպոլսո հայկական առաքելական տաճարը Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքարանի նստավայրը, ուր ելույթ ունեցավ եղբայրասիրությամբ, հիշողությամբ եւ հուսալից տրամադրությամբ լեցուն խոսքով։ Կոստանդնուպոլսո հայոց պատրիարք Սահակ Բ. Մաշալյանի չերմ ընդունելության արժանանալով ան ողջունեց խոստովանող քրիստոնեական կացությունը, որ տարեր շարունակ ցուցաբերած է հայ ժողովուրդը շատ անգամ ողբերգական պայմաններու մեջ։ Պատմական եւ հոգեվոր արձագանքներով հագեցած արարողություն։ Այցի ընթացքին Բաբը վերահաստատեց կաթողիկե եկեղեցվո եւ հայ առաքելական եկեղեցվո եղբայրական գաբերը։ Ան հիշեցուց, որ դեռ 1967-ին հայ հայրապետը առաջինն էր արևելյան ուղղափառ եկեղեցիներու ղեկավարներեն, ով փոխանցեց խաղաղության համբույրը Բաբի հետ եւ որ առաջին համատեղ հայտարարությունը կազմվեցավ 1970 թվականին։ Նիգիայի առաջին դիեզերական ժողովի 1700-ամյակի համատեքստին մեջ Պապ Լևոն հիշեցուց Հովանեսյան հավատքի, քրիստոնեական միասնության հիմնարար թերը եւ գոչ հրավ վերականգնել հինավուրց միասնությունը ոչ ցուլման միջոցով, այլ Սուրբ Հոգուց ստացած պարգևներու փոխանակման ճանապարհով։ Հարկանքի եւ հիշադակի նշանով ան խոնարհեցավ նաեւ հայ եկեղեցիի Սուրբ Մեծերու հիշադակին։ Հուսալի ուղերձ Արևմտյան Հայաստանի հայրուն։ Արևմտյան Հայաստանի հայրուն համար ժողովրդի մը, որը պատմությունը նշանավորված է ցուլման, փորձություններու, դարածներու գորուստի եւ վշտալի հիշողության միջոցով, Բաբի հարկանքի այս արդահայտությունը կհնչե որպես հոգեվոր եւ բարոյական ճանաչման հզոր խորհրդանիշ։ Բարդ աշխարհակահաղական պայմաններուն մեջ, բանակցություններով, լարվածություններով եւ ողբերգական անցյալով պայմանավորված Բաբի այս քայլը կբերե մխիթարություն եւ ոգեվորում, պահպանելու հավատքը, հավաքական հիշողությունը, քրիստոնեական եւ հայկական ինքնությունը։ Թեև Բաբը բացահայտ չօգտագործեց ցեղասպանություն եզրը, իր հղումը հայ ժողովրդի ողբերգական պայմաններով լեցուն պատմության կընկալվի որպես խոնարհում հայերու գրած տարաբանքներուն առջև։
Կոստանդնուպոլսո հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ նշեցին, որ այսօր կարևորը պատմական բանավեճը չէ, այլ գոյատևումը եւ հավատքը որպես խաղաղության եւ արժանապատվության ուղերձ։ Հարգելի հայրենագիտներ, նույն ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական գայքեն։ 2022 թվականին ամռան շրջափակված Արցախի մեջ իր 6 եւ 3 տարեկան զավակները գործընծուցած Վերա Նարիմանյան Դագավին չի հաջողիր իր 10-ամյա դուստրը Զիդան վերադարձնել Սյունիքի խնամքի կենտրոնին։ Անցյալ տարի Վերա Նարիմանյան բարերարներու աջակցությամբ Արարատի մարզի մեջ բնակարան մկնած էր իր համար եւ ներկայիս ալ աշխատի։ Անցյալ տարի ան նշած էր, թե շատ քիչ մնացած է դուստրը իր մոտ վերադարձնելու, որովհետեւ երեխային ապրելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծած է։ Այսօր Արտաշատի մեջ երեխաներու հարցերով զբաղվող ծառայությունը Դագավին չի թույլատրել, որ դուստրս իմ մոտ բերեմ։ Աշխատանք ունիմ, դուն ունիմ, իսկ անոնք կսեն քոնե 6 ամիս Իսյանի մեջ ապրիմ։ Բայց ես չեմ գռնար, աշխատանքս եւ դունս հոսեն։ Աղջիկս վերջին անգամ անցյալ տարի դեկտեմբերին տեսածեմ։ Այս ընթացքին միայն հերացայնով կխոսենք։ Հերացայնով խոսիլը ինչ օգուտ ունի, գսե ան։ Ան նաեւ կնշե, որ հասարակական ապահովության նախարարութենը զինք չեն կանչած, որբեսի հասկանան իր իրական խնդիրը ինչ է։ Արտաշատի երեխաներու հարցերով զբաղվող ծառայություն այցելած եւ ասած եմ, թե հաշվեն իբր իրենց զավակն է։ Գուզեն իրենց մեհերու ապրի, անշուշտ չեն ուզեր։ Աղջիկս 10 տարեկան է, գուզեմ, որ իմ մոտը լա, իմ աչքերուս արջև մեծնա, շեշտած է Վերա Նարիմանյան։ Խոր ցավով եւ իշտով կդեղեկանանք, որ կյանքեն հերացած է Արեմդյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Տիգին Գարինե Մանուկյանի մայրը։ Անոր մահը մեծ կորուստ մնե ոչ միայն ընտանիքին, այլև ամբողջ համայնքին համար, որ ջանցած եւ կնահատած էր անոր մարդասիրական խորհուրդը, սերն ու նվիրվածությունը։ Արեմդյան Հայաստանի ղարավարությունը, ազգային ժողովը եւ ամբողջ համայնքը իրենց անգիած եւ խորին ցավակցությունը կհայտնեն սքագիր ընտանիքին, կիսելով անոնց ցավն ու կսկիծը։ Այս օրերուն մեր միտն ու աղոթները իրենց հետ են։ Թող Աստված հոգին լուսավոր է, իսկ ընտանիքին ուժ, դոգունություն եւ մխիթարություն տա։ Բռնակրաված Քարվաճարի լեռնային հատվածին մեջ հրտեհ փրկած է եւ դարածված թեպի Քաշաթաղ կհաղորդեն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշված է, որ ուժեղ կամիները եւ դժվարանցանելի դեղանքը կպարտացնեն հրտեհը մարելու գործընթացը, սակայն հրտեհի մարման աշխատանքները կշարունակվին։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով Հայաստանի Հանրապետության տարածքին 60%-ի մասին Ադրբեջանի սահմանադրությունը զայն հռչակած է որպես Ադրբեջանի մաս։ Ան շեշտեց, որ Բաքու կացած Հայաստանի քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ վարդավոր էին այդ հարցերը բարձրացնելու այնտեղ բախվող բադանտներու խնդրին հետ միասին։ Այդ մարդիկ հայկականության կամ Հայաստանի շահերուն հետ ովևէ առնչություն չունին եւ ովևէ կապ չունին մեր երկրի քաղաքացիական հասարակության հետ։ Անոնք արեմտյան դրամաշնորհներով սնուցված հատուկ գործիքներ են, որոնց արևմուտքը կօգտագործե իր աշխարհակահաղական շահերը սպասարկելու համար։ Բնական է, որ այդ մարդիկ Երևանի մեջ սկսին դարածել ադրբեջանական տեզեր, ադրբեջանական քարոզիչներու նման։ Այսօր համարալ անոնք դրամաշնորհներու ցևով վարձատրված են։ Սովորական հայ մարդու համար այս մարդոց վարկագիծը մեկ բառով կգոչվի իստորակարշություն, զրույցի ընթացքին ասած է Դավիթ Ջամալյան, անդրադառնալով հոկտեմբեր 21-22-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության քանի անդամներու Բաքու կատարած այցելության եւ այդ այցին վերաբերյալ Երևանի մեջ իրենց կազմակերպած ասուլիսին ժամանակ հնչեցված որոշ տեսակետներու մասին։ Ռազմական փորձագետը հիշեցուց նաեւ, որ հայատյացությունը պաշտոնապես կշարունակե մնալ Ադրբեջանի քաղաքական օրագարկին մեջ։ Այսօր վկայություններն մեկն այն է, որ բռնակրաված հայկական Շուշի քաղաքին մեջ փողոցներեն մեկը Ադրբեջանը գոչած է Էնվեր Փաշայի անունով։ 1920 թվականի նոյեմբեր 29-ին Կովկասի հայկական հանրապետության մեջ հռչակվեցան խորհրդային գարկեր։ Ի նշան Հայաստանի մեջ խորհրդային գարկերու հռչակման խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի նախագահը շնորհավորական ուղերձ մղեց, ուր կնշեր, թե նոյեմբեր 30-ին Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության հեղափոխական կոմիտեն ընդունած է որոշումը, ըստ որուն այսօրվանե սկսյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային վեճերը կհայտարարվին վերացված։ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջևանը կնկատվին Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության մաս։ Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի վերոհիշյալ որոշումը ստորագրված Հեղկոմի նախագահի եւ արտաքին գործոց ժողովրդական կոմիսարի կողմէ 1920 թվականի դեկտեմբեր 7-ին լույս տեսավ Երևանի մեջ հրատարակվող կոմունիստ թերթի երկրորդ թիվին մեջ հայերեն թարգմանությամբ։
Հայաստանի մեջ խորհրդային գարկերու հաստատման առիթով 1920 թվականի դեկտեմբեր 1-ին խորհրդային Ադրբեջանի Հեղգոմի նախագահ հրապարակեց նաև հռչակագիրը, ուր ան որոշակի խմբագրեց Ադրբեջանի Հեղգոմի կողմէ միայն մեկ օր առաջ 1920 թվականի նոյեմբեր 30-ին ընդունված որոշումը Լեռնային Ղարաբաղի հարցին վերաբերյալ։ Հռչակագրին մեջ խորհրդային Ադրբեջանի Հեղգոմի նախագահը մասնավորապես հայտարարեց, թե Զանգեզուրի եւ Նախիջևանի գավառները կկազմեն խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիության կդրվի ինքնորոշման լիարժեք իրավունք։ Դեկտեմբեր 2-ին հռչակագիրը լույս տեսավ Բաքվի մեջ հրատարակվող ռուսերեն կոմունիստ թերթի 178-րդ թիվին մեջ։ Ադրբեջան-Արցախ հագամարտության ղեկավարման 25 տարի տևած խաղաղ բանակցություններուն ընթացքին հայ կողմը քննարկման առարկա դարձուցած է արդյոք այս փաստը։ Փաստորեն 1920 թվականի դեկտեմբեր 1-ին խորհրդային Ադրբեջանը իրավական կերպով փաստաթուղթով ջանցած է արցախահայության ինքնորոշման իրավունքը։ Ադրբեջանի կողմէ փաստաթղթային ձևակերպում ստացած վերոհիշյալ իրողության առկայության պայմաններուն մեջ հարցականի դա կտրվի Փաշինյանի 2023 թվականի մայիս 22-ի այն հայտարարությունը, թե Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետրը կներառե նաև Լեռնային Ղարաբաղը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։